Բան Արա Ռոստոմյանը մեր բախտակից ընկերը այնքան հավասարակշռված, այնքան չափված ձևած մարդ է, որ ես չեմ կարծում, որ ինքը նման քայլի գնար կամ ես նախ չեմ կասկածում, որ նման երևույթ կա, որ ահաբեկչություն է պատրաստվել, իսկ Արան չէր կարող մասնակցել, բացառվում է իրատեսակը ճանաչելով, այսքան տարվա մեր ընկերն է, բախտակից ընկերն է, ինքը գիտակից մարդ է, ինքը նման քայլի չէր գնա, եթե էլ եմ ասում, եթե նման բան լիներ։ Էլիս կրկնվեմ բախտակից ընկերոջս խոսքը, Տուշոնկա 2 օպերացիան են անում ու համացանցում էլ այն բավական խելացի գիտակից մասան, գիտակցում են, որ այս ամեն ինչը սարքած է, նկարները, մեկնաբանություններով այդ հայտնաբերած զենք զինամթերքը եւ այլն կարդում ենք, մեկնաբանությունները հասկանում ենք, որ շատ մեծ մասի գիտակցում է, որ այդ սարքած է, այդ չգիտեմ, ծիծաղալու ինչ որ նկարներ են դրել, չգիտեմ, քանի դեռ այս իշխանության գլխին այս մարդիկ են, ես արդարության հույս չունեմ, անկեղծ եմ ասում, ոչ մի դատավոր օրինական արդար վճիռ չի կայացնելու այս գործերի շրջանակում, չմոռանանք, որ Նիկոլա ասել էր, որ այդ որ մի դատավորն է չի անի, հա, դե մուրճն ու մեխը իրա ձեռքն է, ու մուրճը ոնց խփի են, նենց էլ լինելու է այդ որոշումը, մենք արդեն բազմաթիվ առիթներ ունեցել ենք դրա մեջ համոզվելու, ուստի չգիտեմ, ուղղակի կցանկանայի, որ ժողովուրդը այդքան անտարբեր չլինի եւ ի վերջո մեր տղաները մենակ մեզ համար չեն գնացել, այդ մնացած մարդկանց համար են գնացել, ազգի ու ժողովրդի համար են գնացել, գոնե մի քիչ կարեկից ու հասկացող լինեն ու այլ գնահատականներ չտան այս պայքարող ծնողներին։ Ես կուզեի հավելել իմ խոսքին, ես նկատեցի Facebook-ում, ինչով այստեղ գալը, որ ընդհանրապես մի քանի բան, այսպես իշխանամետ, այսպես ասած, իշխանության ներկայացուցիչների գրառումները ինձ շատ զարմացրեց առողջապահության նախարարի գրառումը։ Ես զարմացած եմ, չնայած վաղուց ինձ թվում է, թե ոչ մի բան չէր զարմացնի, բայց ամենահումանիտար մասնագիտության, չնայած ինքը մասնագիտությամբ կարծեմ բժիշկ չի, բայց ամեն դեպքում ի պաշտոն է առողջապահության նախարարը նախնական, այսպես ասած, առանց քննության, առանց դատարանի վճռի որոշման բոլորը այս մարդկանց ամենավերջի վանկարկումներով, ամենավիրավորական արտահայտություններով բնորոշումներ են տալիս այս մարդկանց։ Ես ուզում եմ իմանամ ընդհանրապես այս երկրում օրենքը գործում է, թե չի գործում, գոյություն ունի անմեղության կանխավարկած, թե չունի։ Բոլորը իմիջիայլոց, այսպես ասած, նույն ձևակերպումներով պետության դեմ, պետության անունից եւ այլը ժողովուրդ Այդ որ պետության հացը, ականջը կանչի Հրանտ Մաթևոսյանի, որ պետության հացը ձրի ուտում եք, դա դեռ չի նշանակում, որ դուք պետություն եք։ Այսքանը։